Ես հացի փող չունեի, մենակություն ինձ խեղդում էր, ես շատ էի տանջում այդ մենակությունից, որոշեցի Մոսկվա տեղափոխվել 30,000 ռուբլիով, 30,000 ռուբլին ես ուրեմն Մոսկվայի կենտրոնում բարձեցի կոմունալկա, հայերեն չգիտեմ, մի սենյակ, բնակարանը 4 սենյակ, որոնցից մեկը իմն էր, 5 թե 6 քառակուսի մետր, 2 ամսը վարձը տվել էի, ինձ մոտ մնացել էր 170 ռուբլի, դրանով ես գնեցի մետրոյի ժետոնները, որպեսզի կարողանամ գոնե մի ամիս գնալ եւ գալ, ես հացի փող չունեի։ Այստեղ կտեղադրենք մի հատ նկար, ես միշտ իմ Instagram-յան էջում տեղադրում եմ այդ նկարը, ասում եմ, այս նկարը պատմություն ունի։ Դա այն օրն է, որ ես դուրս եմ գալիս Մոսկվա City-ից ու ինձ այդ օրը աշխատանքի չեն տեղադրում։ Ես դուրս եկա, կիսա լացակումած ու ասացի, աստված, ես սոված եմ։ Խնդրում եմ ինձ համար մի դուք տաս, ես կփոխվեմ, ինչ ինձանից գնում, ես կանեմ, ես կաշխատեմ ինձ վրա, միգուցե ավելի շատ տեղ ունեմ աշխատել ինձ վրա, խնդրում եմ ինձ աշխատանքով օգնում, ես սոված եմ, որովհետև այդ 2 ամսվա սենյակի գումարն էի տվել, հետոններն էլ ես չէի կարող անիմաստ վատնել, ռեզումեներ էի տարբեր տեղեր ուղարկել, ինձ անկալում է մի կառույցից, որ այդ կառույցը Կրեմլի անմիջապես դիմացի մայթում է գտնվում։ Ես այդտեղ ընդունում եմ աշխատելու, այս պատմությունը շատ կարևոր պատմություն է, դա ես քաղցած գնում էի աշխատանքի, իսկապես բարդ էր, այնտեղ տարեց էին coffee break, coffee break-ի ժամանակ մի 2 անգամ գնացել հասկացա, որ ամեն մեկը տարբեր ժամեր չի գնում, բոլորը միանգամից գնում են կոֆե են խմում ու դուրս են գալիս, որում coffee break-ի ժամանակ տալիս էին ամեն աշխատակցի 2 վաֆլի, 2 պեչենի ու սուրճ կամ թեյ։ Թեյը վերցնում էի տուն էի տանում, մի հատ վաֆլի ու մի հատ պեչենի, որ առավոտյան խմեմ գոնե այնպես դուրս գամ։ Հետո հասկացա, որ շատ աշխատակիցներ չեն օգտագործում, որտեղ չեն ուտում, որովհետև իրենք տանից իրենց ուտելիքը բերում էին։ Ես սպասում էի բոլորը իրենց ճաշը վերջացնում էին, հետո վերջում ես էի գնում, ով չէր ուտում իր վաֆլի եւ պեչենի, ես ինքս էի վերցնում, տանում էի տուն, արդեն աղա առավոտյան էր, երեկոյան է թեյ էի խմում ու պարկում քնելու, մինչև որ տեղի ունեցավ իմ առաջին գործարքը մեծ